հիմա գտնվում ենք Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի դիմաց, այստեղ ինչն է ԶՊՎ-ն, քննչական բաժնում, Արեգնաս Մանուկյանը հենց նոր դուրս եկավ հարցաքննությունից, Արեգնաս, ինչ էին ասում, դու սպասում էիր իմիջիայլոց։ Ես դեռ վաղուց էի սպասում, հրապարակային հայտարարություններ արել էի, բայց փաստորեն մի քիչ ավելի երկար տևեց այս ամեն ինչը եւ հասկանալի է նաեւ ինչու հենց այսօր առավոտյան, որովհետեւ գիշերային, այսպես ասած, ձայնագողությունից հետո բնական էր, որ պետք է մի այսպիսի շոու բեմադրվեր թեման շեղելու համար, նաեւ թիվ 1 այսպես ասած հրահանգիչը, ապօրինի հրահանգիչը հրապարակային հայտարարություններ արել էր բազմաթիվ անգամներ, սպառնալիքներ էր հնչեցրել իր դիմախոսների նկատմամբ, քրեական հետապնդում իրականացնելու հրապարակային հայտարարություններ էր արել եւ բնական է, որ այսպիսի հետապնդումներ պիտի իրենք շարունակեն ու այլ ավելի մեծ թափով անեն, որովհետեւ մենք տեսնում ենք թե ընտրություններում ինչ արդյունքներ են արձանագրվել, տեսնում ենք, որ իրենց բաղձալի ձայները իրենք չեն ունեցել եւ հիմա ամեն ինչ նաեւ անում են, որպեսզի ապօրինի կերպով Բարգավաճ Հայաստանին դուրս մղեն այս ընտրական պայքարից եւ ընդհանրապես ազգային ժողով մտնելու իրավունքից, բոլորս տեսնում ենք, թե ինչ է կատարվում, հետեւաբար շատ բնական էր, որ իրենք պետք է այսպիսի շոու բեմադրեն եւ հենց այսօր առավոտյան գային մեր բնակարան։ Իհարկե այս անգամ ժամը 7-ին չեկան, երևի ընտրությունները ամսի 7-ի անցել են։ Սիմվոլիզմը չեն պահել, չեն պահել, մի քիչ ժամանակային տարբերություններ տրվել։ Կարող եմ ասել, որ ես մեր բնակարանում իրականացված այդ խոզարկություններ, քննչական գործողությունների ինչ էր, ես դա համարում եմ անօրինական, որովհետեւ Մայր Հայաստան կուսակցության վարչության անդամ լինելով, նաև Բարգավաճ Հայաստան կուսակցության ցուցակով պատգամավորության տեխնացու եմ, հետևաբար կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից պետք է հաղթահարված լիներ այդ թույլտվությունը մեր տանը խոզարկություն իրականացնելու, այդ թույլտվությունը ԿՀ-ի կողմից չկար, որովհետև ԿՀ-ն շատ ավելի լուրջ նկարչությամբ է զբաղված այս պահին ու այսպիսի հարակից բաներով իրեն չի կարողանում ծանրաբեռնել օրենքին հետևելու քայլերով։ Ինքներդ նաև առավոտյան տեսակ թե ինչ տեղի ունեցավ, ձայնագրությունը կա, ես հասցրեցի մի փոքր միացնել լայվը, իհարկե իրենք չէին թույլ տալիս, որպեսզի նկարահանում իրականացնեմ, վերջում ստիպված անջատեցի, որ գոնե այն ինչ կարողացել էի արձանագրեի, դա առնվազն հասցնեի հրապարակել, որովհետև հետո հեռախոսը ինձանից արգրավ։ Թևանյանի գործով էր, չէ, Արեգնաս։ Ես որպես ինչ կարգավիճակով։ Ինչ կարգավիճակում եք։ Նախաքննական գաղտնիք չհրապարակելու մասին, հետևաբար կաշկանդված եմ շատ բան ասելու, կարող եմ ասել, ձեզ հայտնի գործի շրջանակներում, բոլորին պարզ է, թե ինչ գործի շրջանակներում է այս քննչական կոմիտեն տեղեկացրել է։ Եվ այո, մանավանդ որ քննչական կոմիտեն հայտարարությամբ հանդես եկել է եւ նաեւ կարող եմ ասել, որ ես այս պահին առնվազն մեղադրյալի կարգավիճակ չունեմ։ Սահմանափակվենք այսքանով, այլ տեղեկություն ես չեմ կարող հայտնել, միայն կարող եմ ասել, որ սա ակնհայտ քաղաքական հետապնդում է, որովհետև կրկնում եմ, Նիկոլ Փաշինյանը իշխանության տարբեր ներկայացուցիչներ հրապարակային բազմիցս սպառնալիքներ են հնչեցրել, հայտարարել են, որ քրեական հետապնդումների են ենթարկելու իրենց ընդդիմախոսներին, նաև այս պահին ապօրինի քրեական հետապնդման է ենթարկվում Մայր Հայաստան կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանը, ով Նիկոլ Փաշինյանի թիվ 1 գաղափարաքաղաքական ընդդիմախոսներից մեկն է եւ նախընտրական շրջանում նրան մեկուսացնելու խնդիր ուներ Նիկոլ Փաշինյանը, ինչը եւ արել է, հետեւաբար ես սա համարում եմ ակնհայտ քաղաքական հետապնդում։ Ես ակնկալում եմ, որ այդուհանդերձ միջազգային կազմակերպությունները վերջ կտան իրենց այս համր ձկան կարգավիճակին եւ լռությանը, ի վերջո ուշադրություն կդարձնեն, թե ինչ ապօրինություններ են տեղի ունենում Հայաստանում, որովհետեւ մեծ հաշվով իշխանության բռնազավթում կարող է սա որակվել, այսպես բացահայտ իրենք չեղարկում են երկու ընտրատեղամասի արդյունքներ, որտեղ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը շատ ձայներ է հավաքել, հետևաբար նաև զրկվում է ազգային ժողով անցնելու այդ իրավունքից։ Նաև այս քրեական հետապնդումները, նաև այս սպառնալիքները, նաև այս բաները, բռնաճնշումները, հետապնդումները, այս դատապարտի մի խոսքով, այս ամեն ինչը պետք է արձագանք ստանա։ Ես ակնկալում եմ նաև, որ այսպիսի բազմահազարանոց բաներ ունեին, չէ՞, կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ինչ-որ հասարակական կազմակերպություններ ունեին, հետո
ենք դատախազնեկին, արդարադատության նախարարն եկին, Մարդու իրավունքների պաշտպանն եկին, հա իրենք ասում էին մենք բան ենք անում, հա, այսպես կանանց բարձրացնում են Այսօր պատգամավոր են այս պահին Նաև բացի նրանից, որ ես քաղաքական գործիչ եմ, բացի նրանից, որ ես պատգամավորության տեխնացու եմ, ես նաև կին եմ։ Հետևաբար ես ակնկալում եմ, որ այդ կանանց իրավունքներով զբաղվող այդ հասարակական կազմակերպությունները եւ մեր կին պաշտոնյաները այստեղ էլ թող չլինեին, բայց գոնե դատապարտող հայտարարություն։ Արեգնաս, եթե նիկոլական լինեիր, իրանք ստեղ կլինեին։ Ես նիկոլական չես, հետեւաբար ստեղ չեն, իրանք այդքան լուրջ չվերաբերվենք։ Եթե բնության մեջ չի կարող այդպիսի բան լինել, որ ես երբևէ նիկոլական։ Դե դրա համար չարժի ակնկալել։ Հիշեցնեմ, որ այսօր ժամը 1-ին կենտրոնական ընտրական հանձնաժողովի դիմաց հավաք կա այս ընտրակեղծիքների թեմայով։ Ես քանի որ իզոլացված եմ եղել այս ընթացքում տեղեկատվությունից, որովհետև նշեցի, որ իմ հեռախոսն են նաև արգրավել, ես առաջարկում եմ, որպեսզի այստեղից միասին, ես չգիտեմ, ժամը քանիսն է, միասին մենք գնանք կենտրոնական ընտրական հանձնաժողով եւ շարունակենք մեր քաղաքական պայքարը, հարգելի հայրենակիցներ։ Մենք հանձնվելու իրավունք չունենք, քանի դեռ մենք լռում ենք, քանի դեռ այսպես, հա, ոտը կախքցած ինչ որ կիսագործողություններ են անում, վճռական քայլերի չենք դիմում, խոսքը քաղաքական քայլերի մասին է, հա, ես էլ նշեմ, որ հետո չասեմ ինչ որ այլ կոչեր են նոր բան։ Պետական սահմանադրական կարգի տապալում եւ այլն։ Օրենքով սահմանված յուրաքանչյուր քաղաքական գործողություն մենք պիտի իրականացնենք, որպեսզի օր առաջ ձեռքազատվենք այս իշխանություններից, որովհետև սրանք չեն հանդստանալու։ Սրանք օգտվելու են մեր լռությունից, սրանք օգտվելու են ճակերտավոր մեր թուլությունից, մեր կիսաքայլերից եւ ավելի ուժգին քայլերով են անցնելու բռնաճնշումների, բռնությունների եւ քաղաքական հետապնդումների։ Հետևաբար ես կոչ եմ անում բոլորին, այսօր ժամը 1-ին ասացիք, այսօր ժամը 1-ին բոլորին հավաքվել կենտրոնական ընտրական հանձնաժողով, հատկապես այն մարդիկ, ովքեր իրենց ձայնը տվել են, օրինակ կոնկրետ Բարգավաճ Հայաստան, ինչու՞ չէ, նաեւ մյուս Դա արդեն կապ չունի ում են ձայնը տվել։ Այո, պետք է հավաքվենք եւ կանենք մեր իրավունքներին, մեր տված Եվ մեր երկրում ապրելու Շնորհակալություն ձեզ, որ պայքարում Արեգնաս Մանուկյաններ, քննչական կոմիտե, ինչա կոչվում, ՑՊՎ, հա։ առանձնապես ծանր հանցագործ։ Հա, առանձնապես ծանր հանցագործ Արեգնաս Մանուկյան։ Հանցագործությունների չբանն է։ Սիմվոլ է դարել Արեգնաս Հայաստանում այդ կարգավորումը։ Շնորհակալություն եմ, այսքանով ավարտում ենք ժամը 1-ին կենտրոնական ընտրական Ազատություն Քաղբանտակյալ Անդրանիկ Տևանյան։ Ազատություն բոլոր Քաղբանտակյաններին, ազատություն Քաղբանտակյան Անդրանիկ Ասողը պիտի հեռացնեն, դրանք պիտի գնդակահարեն։ Չէ, դες կոչել պետք չի հնչեցնել, մի հնչեցրեք, հա։